Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը չափար ժամանեց ուղղաթիռով։ Չափարցիները հյուրերին դիմավորեցին հենց գյուղի վերևում թռիչքների համար նախատեսված տարածքում։ Զորի Բալայանը հպարտությամբ պատմում է, որ պատերազմի ժամանակ բարոնուհին եղել է Արցախի 180 գյուղում, որից մեկն էլ հենց այս գյուղն էր։ Առաջին անգամ Քերոլայն Քոքսը չափարում էր 1992 թվականին, պատերազմի ծանր ու դժնդակ օրերին, երբ գյուղն ազերիների կողմից ամբողջովին ավերվել ու հողին էր հավասարեցվել։ Համայնքը կարելի է ասել վերածնվել է բարերար, ծնունդով չափարցի Վարուժան Գրիգորյանի բազմաթիվ ձեռնարկների շնորհիվ, եւ այսօր անտառների մեջ ծվարած գյուղը բոլորովին անճանաչելի, գեղեցիկ, շեն ու բարեկարգ տեսքով է ներկայանում իր բարեկամներին։ Դա միանգամից նկատեց բարոնուհի Քոքսը եւ մտովի տեղափոխվեց հիշողությունների գիրկը։ Well, the first time I came to Chapa was in the war. Առաջին անգամ որ այցելեցին Չափար պատերազմի ժամանակ էր, որ այս գյուղը շատ վնասներ էր ստացել։ Ադրբեջանցիները մտել են այս գյուղը եւ բոլոր ամեն ինչը ավերակների մեջ էր։ Եվ երբեք չիմ երազել, որ նորից կվերադառնամ այս գյուղը եւ տեսնեմ ինչքան գեղեցկացել է եւ ինչքան զարգացել է։ Շատ մեծ հարգանք ունեմ Վարուժան Գրիգորյանին, որ ինքը կարողացել է օգնել ժողովրդին, որպեսզի կարողանան վերակառուցեն իրանց շենքերը, իրանց կյանքը այս գյուղի մեջ, որ իսկականից շատ գեղեցիկ մաս է Արցախում։ Ոչ թե մենակ դուք գոյատևում եք, ապրում եք, այլ դուք կրակի մոխիրներից կարողանում եք ստեղծել հրաշքներ։ 6 տարի առաջ վերանորոգված մանկապարտեզում նորից շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շենքի ներսում կառուցվում է սանհանգույց։ Հոկտեմբերի 1-ից Չափարցի 21 փոքրիկ կհաճախի հիմնովին վերանորոգված գեղեցիկ ու նոր կահավորված մանկապարտեզ։ Ընթացող բուռն շինարարական աշխատանքները հուսադրում են, որ 44 դպրոցական հաջորդ ուսումնական տարին կդիմավորի նորակառույց կրթօջախում։ Զորի Բալայանը 2 ամիս առաջ է եղել իր համար հարազատ դարձած գյուղում եւ նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ուրախացնող նորություններ է տեսնում։ Վերանորոգված մշակույթի տուն եւ մինչեւ գյուղ ձգվող ջրակից գյուղի վերևում բացված աղբյուրի տեսքով։ Վերածնված գյուղը բարոնուհի Քոքսին ցույց տալու անհրաժեշտությունը Զորի Բալայանը բացատրում է նրանով, որ սա բացառիկ գյուղ է ոչ միայն իր աշխարհագրական դիրքով, այլ նաեւ զարգացման տեմպերով ու մոտեցումներով։ Կենսագործունեության համար անհրաժեշտ օբյեկտների կառուցմանը զուգահեռ համայնքի բնակիչներին տրվում է ստեղծելու, արարելու լայն հնարավորություն։ Զորի Բալայանի կարծիքով դա վերաբնակեցման լավագույն օրինակ է, որը պետք է վարակիչ լինի մյուսների համար։ Միայն եթե ինքը սկսում է իրան օգնում են, ինքը իր ձեռքով տունը կառուցում է, ոնց որ ուզում է։ Վերջիչը հողը կա, հողերը շատ են։ Եվ ինքը մնալով է այստեղ։ Եվ պատկերացրու 0-ից հիմա 240 մարդ ապրում է այստեղ։ Ամեն տարի դպրոցականների թիվը ավելանում է։ Եվ դա շուտով մի 5 անգամ շատ է լինել ծննդաբերությունը, կամ եղել է, չգիտեմ, 3։ Դա արդեն տվյալները կան։ Ես կուզենայի, որ սա դառնա մի օրինակ ուրիշ տեղերի համար էլ։ Զորի Բալայանին անհանգստացնում է միայն մի բան՝ ավանդական թոնրի հացը գյուղի կենցաղից աստիճանաբար վերանալու վտանգը։ Այստեղ միակ մի բան կա, որը քննադատելի է իմ կողմից հատկապես, դա թորնավ հաց չեն թխում։ Հացը չգիտեմ որտեղից են բերում։ Ես ասեմ ամեն ինչ անելու եմ, որ այստեղ անպայման թորնավ հաց թխեն։ Մենք այդ բրենդը կորցնում ենք արդեն։ Գյուղերում չկա, որ թոներում թորնավ հաց թխեն։ Դա մերն է, դա մեր անցյալն է, դա մի սարի նման բան է, որտեղ կանգնում ես ապագան ես մի անտեսնում դա։ Իսկ բարերար Վարուժան Գրիգորյանը կյանքի իր բանաձևն ունի՝ շենացնել հարազատ գյուղը, որպեսզի երիտասարդությունը ամուր կարճի հայրենի հողից։ Իմ ծնողները թաղված են այս գյուղում, իմ բարեկամները, այսինքն ես ինչքան հարազատ ունեմ, այս գյուղում են։ Դրա պատասխանը դա է։ Գյուղում ծնվել եմ, մեծացել, բնականաբար ես սիրում եմ իմ գյուղը եւ դրա համար էլ ամեն ինչ արվում է, որ այս գյուղը միշտ շենանա։ Հրաժեշտ տալով չափարցիներին արցախցիների ջերմ բարեկամ բարոնուհի Քոքսն ասաց, որ դա հաստատ իր վերջին այցելությունը չէ, ինչպես չեն վերջանալու միջազգային հանրությանը Արցախը ճշմարիտ ու իրական ներկայացնելու իր ջանքերը։ Գոհար Ռուստամյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։